Հայերը Սանկտ Պետերբուրգում ապրում են քաղաքի կառուցման առաջին իսկ տարիներից։ Նրանց առևտրական գործունեության մասին բազմաթիվ տեղեկություններ են պահպանվել ռուսական արխիվներում։ Նոր կառուցվող մայրաքաղաքում հատկապես օգտակար էին հայ շինարարները, ովքեր հայտնի էին որպես հմուտ քարտաշներ եւ ճարտարապետներ։ Նորաշեն քաղաքում շատ արագ ձևավորվում է հայկական համայնքը, առաջանում են հայկական թաղամասեր, կառուցվում եկեղեցիներ։ Առաջին հայկական եկեղեցու հիմնարկեքը կայացել է 1740 թվականին, հետագայում կառուցվել են կից շինություններ։ Նևսկու վրա կառուցված Սուրբ Կատարինեն այսօր էլ համարվում է Պետերբուրգի մարգարիտը։ Եկեղեցին եւ հարակից շինությունները տարիներ առաջ տեղի հոգևոր առաջնորդի Եզրած Սրբազանի ջանքերով վերադարձվեցին հայ համայնքին, դրանց շուրջը սկսեց վերազարթոնք ապրել հայ կյանքը։ Անցյալ տարի Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում սկսվեցին հայ համայնքի հիմնադրման 300-ամյակի հոբելյանական միջոցառումները։ Հանդիսությունների ավարտը նշանավորվեց Պետերբուրգ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հովվապետական այցելությամբ։ Հայրապետական պատվիրակությունը Պետերբուրգ ժամանեց մասնակցելու հայ-ռուսական բարեկամության մշակութային կենտրոնի բացմանը։ Նորաբաց կենտրոնը կոչված է պահպանելու ու զարգացնելու հայ համայնքի հոգևոր եւ մշակութային կյանքը։ Այստեղ կցուցադրվեն արվեստագետների աշխատանքները, կկազմակերպվեն համերգներ, հանդիպումներ ոչ միայն հայ, այլև ռուս մշակույթի գործիչների հետ։ Этот дом будет тем мостом, который свяжет каждую из ваших семей с родиной. Այս տունը կդառնա այն հոգևոր կամուրջը, որ յուրաքանչյուր հայ ընտանիքի կկապի հայրենիքի հետ։ Մեր բոլորի եւ եկեղեցու ջանքերով է ստեղծվել այս հրաշալի կենտրոնը, որն ունի իր գործառույթները։ Բոլորս կարող ենք օգտվել ընձեռված հնարավորություններից։ Մեր երեխաները չպետք է կտրվեն հայ մշակույթից։ Մենք գիտակցում ենք, որ ամեն մի ազգի ամենաթանկ ձեռքբերումը այդ ժողովրդի ստեղծագործական հանճարի նվաճումներն են, լեզուն, կրոնը, գրականությունը, արվեստը, մատենագրությունը, գիտությունը, քաղաքակրթությունը, որով կայանում է ամեն մի ազգ, ամեն մի ժողովուրդ այս հողի վրա։ Ձեր հայրական պատգամով առաջնորդվելով մենք պարտք ենք համարում պահել, խնամել, պաշտպանել այդ սրբությունները, գուրգուրել այդ ժառանգությունը եւ առողջ պահել բարոյական այն ուժերը, որոնք ստեղծագործում են եւ շարունակում են մեր անցյալը կապել մեր ներկայի հետ հանուն վաղվա օրվա։ Այդ ոգին է, որ առաջնորդում է Սանկտ Պետերբուրգում բնակվող հայորդիներին մեկ եկեղեցու առաջնորդությամբ։ Գարեգին II իր գնահատանքին արժանացրեց Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին, Եզրած եպիսկոպոս Ներսիսյանին, նրա աջակից սպասավորներին եւ հավատավոր բարերար հայորդիներին, ում ազնիվ հանձնառություններով զորանում ու առաջընթաց է ապրում թեմը։ Վստահ ենք, որ ազգային կրթական այս հաստատության գործունեությունը կնպաստի, որպիսի մեր զավակներն այստեղ ապրեն լիաշունչ կյանքով եւ իրենց ներդրումը բերեն այս քաղաքի կյանքին ու առաջընթացին, շարունակելով փառավոր ուղին իրենց հայրերի եւ ապահովելով բարի անունը մեր ժողովրդի, գնահատանքի եւ օրհնության իր խոսքում ասաց Գարեգին II-ը։ Այսօր հպարտությամբ ենք նայում 300-ամյա անցյալին Սանկտ Պետերբուրգի հայոց համայնքի։ Փառավոր անուններ են զարդարում այդ պատմության էջերը եւ հերոսական գործեր, որոնք իրականացրել են այդ պանծալի հայորդիկ, այս քաղաքից ներս։ Մենք ուրախ ենք, որ մեր եկեղեցու եւ մեր հավատավոր զավակների ջանքերով վերակենդանանում են արժեքները եւ վերադառնում նորովի առաքելության հայ կյանքից ներս։
Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում, ինչպես հաճախ անվանում են Պետերբուրգը, ամենայն հայոց հայրապետն այցելեց հայկական գրքի ցուցահանդես, որն անցկացվում էր հայ-ռուսական հոգևոր կապեր խորագրի ներքո։ Սանկտ Պետերբուրգի Սալտիկով-Շեդրինի անվան ազգային գրադարանում պահվում են 100-ից ավելի հայերեն ձեռագրեր, 64,000 տպագիր գիրք, հազվագյուտ քարտեզներ, լուսանկարներ եւ նամակներ։ Գրադարանում խնամքով պահվող հայկական գրքերն իրենց քանակով ու հնությամբ երկրորդն են ռուսական հավաքածուից հետո։ Ցուցահանդեսը քաղաքի մշակութային կյանքում մեծ իրադարձություն էր, քանի որ առաջին անգամ ցուցադրվեցին հայ կաթողիկոսների կյանքի ու գործունեության, հայ եկեղեցու մասին պատմող հազվագյուտ գրքեր ու լուսանկարներ, ինչպես նաև պատարագամատույցներ, ճաշոց գրքեր, ավետարաններ, տպագրված Վենետիկում, Ամստերդամում, Թբիլիսիում, Էջմիածնում ու Սանկտ Պետերբուրգում։ Вот его карта знаменитая, карта, по которой учился Петр Великий. Նորին սրբությունն իր հայրապետական օրհնությունը բերեց ներկաներին ցուցահանդեսի բացման առիթով, այն համարելով հայ եւ ռուս ժողովուրդների հոգեվոր կապերի խոսուն արտահայտություն։ Շարունակում եք ազնվորեն ձեր ջանքերը ի գործ դնել, որպեսզի նոր արժեքներով, նոր ձեռքբերումներով ու իրագործումներով հարստանա մեր երկու ժողովուրդների բարեկամության պատմությունը։ Մեզ համար մեծ ուրախություն է մասնավորապես կատարել բացումը այս գրքերի ցուցահանդեսի, ուր ներկայացված են ինչպես հայկական ձեռագրեր, այնպես էլ նաև տպագիր գրականություն։ Գիրքը կարևոր տեղ է զբաղեցրել մեր ժողովրդի կյանքում։ Գրքով մենք սնուցել ենք մեր հոգին, գրքով մենք ապրել ենք, գրքով մենք ճանաչել ենք Աստծուն, գրքով մենք ոչ միայն կերտել ենք մեր պատմությունը, մեր հարուստ մշակույթը, այլ նաև գրքով պայքարել։ Դեռ Պետրոս առաջինի ժամանակներից հայկական համայնքի նկատմամբ առանձնահատուկ է եղել նահանգային իշխանությունների վերաբերմունքը։ Ռուսական տիրակալներին հաճո է եղել հայերի ավանդը քաղաքի առաջընթացին, նրանց համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ կեցության եւ գործունեության համար։ Երրորդյա այցի ընթացքում հայ եկեղեցու գահակալին ընդունեց Պետերբուրգի նահանգապետ Տիկին Վալենտինա Մատվիենկոն։ Ողջունելով Գարեգին II-ին նահանգապետը հատուկ անդրադարձավ հայոց կաթողիկոսի մեծ ներդրմանը երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման գործում եւ կարեւորեց հայ համայնքի դերը նահանգի տնտեսական եւ մշակութային կյանքում։ Армянская община в Санкт-Петербурге это очень достойные люди. Այստեղ ապրող հայերը շատ արժանավոր մարդիկ են, ովքեր աշխատում են տարբեր բնակավարներում։ Նրանք նաև պետերբուրգցի են։ Մենք ընդհանուր մեծ տանն ենք ապրում եւ շատ կարեւոր է, որ ազգային մշակութային համայնքը եւ հայկական եկեղեցին ամեն ինչ անում են, որ հայերը չկորցնեն կապը հայրենիքի հետ, որ պահպանեն լեզուն, մշակույթը, ավանդույթները, ինչի շնորհիվ հարստանում է քաղաքի մշակույթը։ Культура города и жизнь города она очень обогащается. Պետերբուրգի Վասիլևսկի կղզու վրա գտնվում է հայկական երկրորդ խոշոր հոգևոր կենտրոնը՝ Սուրբ Հարություն եկեղեցին, որ կառուցվել է 18-րդ դարում Լազարյան տոհմի միջոցներով։ Եվ ճիշտ այստեղ դրված է եղել Հովհաննես Լազարյանի շիրմաքարը, որը 36 թվականին տեղափոխել են քաղաքի ճարտարապետության թանգարան։ Գից հայկական գերեզմանատունն է, ուր ամփոփված են անվանի հոգևորականներ, ազգային գործիչներ, մտավորականներ։ Վեհափար Հայրապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Վսևոլոժսկ քաղաքում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, կառուցված հայ բարերար Սամվել Մովսիսյանի նվիրատվությամբ։ Մենք ուրախ ենք, որ թեմա առաջընթաց է ապրում, որ համայնքները զորանում են եւ նոր համայնքներ են ձևավորվում, որոնք որ կազմակերպում են իրենց ազգային կյանք, եկեղեցական կյանք, կառուցելով եկեղեցիներ, ազգային կրթական հաստատություններ։ Վստահ ենք, որ այս ընթացքները պիտի նպաստեն, որպեսզի մեր ժողովրդի զավակունք այստեղ կարողանան ապրել հայաշունչ կյանքով եւ իրենց
ներդրումը բերել այս քաղաքի կյանքին, առաջընթացին, շարունակելով փառավոր ուղին իրենց հայրերի եւ ապահովելով բարի անուն մեր ժողովրդին եւ հեղինակություն հայ համայնքին Սանտ Պետերսբուրգում։ Այսօր Սանկտ Պետերբուրգում ապրում է մոտ 40,000 հայ։ Պետերբուրգի հայ համայնքի պատմությունը եւս մեկ անգամ փաստում է, որ հայ առաքելական եկեղեցին է այն կարևոր պատվարը, որի վրա հենվում է աշխարհասփյուր հայությունը։ Որտեղ էլ հաստատվել են հայերը, առաջին հերթին կառուցել են եկեղեցիներ, որոնք դարձել են հայությանը միավորող կենտրոններ։ Պետերբուրգի ազգային, հասարակական եւ մշակութային կյանքը եւս անքակտելի կապերով կապված է հայ եկեղեցու հետ։ Պատահական չէ, որ եկեղեցական կյանքի վերազարթոնքով վերածնվեց նաև ազգային կյանքը։ Գործել սկսեց հայկական դպրոցը, համախմբվեցին հայ երիտասարդները, համայնքը դարձյալ կշիռ ու վարկ ձեռք բերեց ռուս միջավայրում։ Պետերբուրգի պետական համալսարանում բացվեց հայագիտական ամբիոն, ուր ուսանում է 50 երիտասարդ։ Նահանգի իշխանությունները մեծաթիվ հայ համայնքին հատկացրին 259-րդ հանրակրթական դպրոցը։ Պետերբուրգից հոգևոր պատվիրակությունը մեկնեց Ռիգա։ Ժամանակակից Լատվիայի հայ համայնքը կեսդարյա պատմություն ունի։ Այս երկրում այսօր մոտ 3000 հայ է ապրում։ Մի քանի տարի առաջ համայնքի միջոցներով Ռիգայում կառուցվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Հունիսի 30-ին Գարեգին II հայրապետը հանդիսապետեց եկեղեցու օծման արարողությունը։ Ներկա էին ուղղափառ եւ լյութերական եկեղեցու միտրոպոլիտներ եւ եպիսկոպոսներ, քաղաքի իշխանությունների ներկայացուցիչներ, հայրապետի այցի եւ եկեղեցու օծման առիթով Էստոնիայից եւ Լիտվայից ժամանած բազմաթիվ ուխտավորներ։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի առաջնորդ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ օծվեցին եկեղեցու զանգակատան խաչը եւ սյուները։ Սուրբ Սեղանն օծվեց ձեռամբ Գարեգին II-ի։ Հայրապետի հանդիսապետությամբ նորաոց եկեղեցում մատուցվեց Անդրանիկ Սուրբ Պատարագը։ Մենք վստահ ենք, որ այս եկեղեցին առավել եւս պիտի նպաստի, որպեսզի մեր զավակունք այստեղ համախմբվեն, ապրեն միասնական կյանքով, ապրեն սիրով, համերաշխ, եղբայրաբար եւ մեկտեղեն իրենց ջանքերը հանուն իրենց ազգային կյանքի պայծառության եւ շենության։ Վեհափառ հայրապետը հատուկ կոչ ու հորդոր հղեց հայ ընտանիքներին, որպեսզի Ռիգայում ապրող իրենց մանուկներին հաղորդակից դարձնեն մայրենի լեզվին եւ ազգային քրիստոնեական ավանդույթներին։ Համայնքի ջանքերով եկեղեցում գործում է կիրակնօրյա դպրոց, որի սաները համերգ էին կազմակերպել մեծահարկ հյուրերի պատվին։ Այս պատմական հիշարժան օրը դարձավ անջնջելի եւ անմոռանալի գաղութի պատմության մեջ, քանի որ օծեց եկեղեցին վեհափառ հայրապետը, ամենայն հայոց կաթողիկոսը, առաջին անգամ լինելով այս տարածաշրջանում։
առաջին եկեղեցին օծվելով այս տարածաշրջանում։ Բնական է, որ կամքն էր Աստուծո, օրհնությունն էր Բարձրյալի, վարձատրությունն էր մեր բարեպաշտ հավատացյալների, հայորդիների, իրենց ունեցած սիրո, հավատքի եւ նվիրումի, Աստծուն, Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ մեր հայրենիքին։ Մեծ ուրախություն է մեզ համար, որ եկեղեցին նորին սրբության ձեռքով է օծվել։ Դա մեծ պատիվ է ոչ միայն Լատվիայի համայնքի, այլև ողջ Մերձբալթիկայի հայերի համար։ Ռիգայում նորին սրբությունը հանդիպեց երկրի նախագահ Վալդիս Զատլերսի հետ եւ իր երախտագիտությունը հայտնեց հայ համայնքի հանդեպ իշխանությունների ցուցաբերած մշտական հոգատար եւ ուշադիր վերաբերմունքի համար։ Նախագահ Զատլերսը ողջունելով ամենայն հայոց կաթողիկոսի այցը Ռիգա, բարձր գնահատեց հայ համայնքի ներդրումը Լատվիայի կյանքում եւ շնորհավորեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման եւ օծման առթիվ։ Նա վստահություն հայտնեց, որ եկեղեցու կառուցումով եւ օծմամբ պիտի նորոգվի լատվիահայ համայնքի հոգեվոր մշակութային կյանքը։ Այցի շրջանակներում վեհապար հայրապետը Ռիգայի եւ համայն Լատվիայի միտրոպոլիտ Ալեքսանդրի ուղեկցությամբ այցելեց Սուրբ Ծննդյան ուղղափառ եկեղեցի։ Это будет исторический визит. Սա պատմական այց է, Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը այցելում է մեր տաճար առաջին անգամ 2000 տարվա ընթացքում։ Շնորհակալ ենք եւ այցի, եւ աղոթքների, եւ հրաշալի եկեղեցու օծման համար։ Դա նշանակում է Աստված այնուամենայնիվ չի մոռացել մեզ։ Նույն օրը երեկոյան ի պատիվ ամենայն հայոց եկեղեցու հայրապետի նախագահական հյուրատանը պաշտոնական հյուրասիրություն կազմակերպվեց, որին մասնակցեցին հայ համայնքի անդամները, Լատվիայի իշխանությունների եւ քույր եկեղեցիների ներկայացուցիչները։ Հուլիսի 1-ին ամենայն հայոց հայրապետը վերադարձավ Հայաստան, գոհունակությամբ հաստատելով ազգային կյանքի աշխուժացումը եւ հայ եկեղեցու վերազարթոնքը պետերբուրգյան ու լատվիական համայնքներում։ Մեր զավակում պիտի շարունակեն մեր հայրերի բարի ավանդները, ամուր պահելով իրենց հավատքը, իրենց մայրենի լեզուն, կրթելով դաստիարակելով իրենց զավակներին, որպես ազգի արժանավոր զավակներ, նաև քաղաքացիներ արժանավոր այդ երկրի։